Մի կողմից որպես տեղեկատվական անվտանգության մասնագետ, մյուս կողմից շուտով որպես հրետանավոր սպա։ Մասնագիտությունների մեկտեղումը Գարիկ Բաղդասարյանին օգնեց գիտելիքները կիսել Շիրակի պետական համալսարանում կայացած հանրապետական գիտաժողովին։ ԵՊՀ ուսանողը նման մեծամասշտաբ գիտաժողովի մասնակցում էր առաջին անգամ։ Ներկայացնելու եմ այս 120 ալգորիթմի խոցելիությունները ֆիզիկական իրականացման ժամանակ, թեև այսը համարվում է տեսականորեն, մաթեմատիկորեն անխոցելի, սակայն դրանց իրական անվտանգությունը կախված է նաև դրանց ապարատային իրականացումից։ Շիրակի պետական համալսարանը հերթական անգամ դարձել էր երիտասարդ գիտնականների, հետազոտողների եւ դասախոսների հանդիպման հարթակ։ Այստեղ անցկացվեց հանրապետական ուսանողական գիտաժողովը, որը համախմբել էր Հայաստանի տարբեր բուհերից ժամանած շուրջ 140 ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների։ Երիտասարդներից շատերը գնում են գիտություն։ Այն ինչ չունեինք 15 տարի առաջ, 20 տարի առաջ ավելին, այնտեղից կար երիտասարդների արտահոսք, այսօր դեպի գիտություն կա բավականին մեծ հոսք, ինչը շատ ուրախալի է։ Եվ հուսամ, այս դահլիճում նստածներից շատերն էլ կբռնեն այդ ուղին, ասեմ, դա չքնաղ աշխարհ է։ Ուսանողների համար հանրապետական գիտաժողովը ոչ միայն իրենց գիտահետազոտական աշխատանքները ներկայացնելու հնարավորություն էր, այլև տարբեր բուհերի ներկայացուցիչների հետ մասնագիտական կապեր հաստատելու, փորձի փոխանակման եւ նոր գիտական գաղափարներ քննարկելու կարևոր հարթակ։ Սա միջբոհական համագործակցություն է եւ թույլ է տալիս զարգացնել քննադատական մտածողությունը, ինչու ոչ, դա կարևոր է նաեւ ոչ միայն մարդկային շփումների, մարդկային համագործակցության կապերի ամրապնդման, այլ նաեւ զարգանալու որպես անհատ եւ կողմնորոշվելու իրավիճակներում։ Գիտաժողովի կազմակերպման առանցքում համալսարանի ռազմավարական նպատակներից մեկն է ուսումնառության եւ գիտահետազոտական գործունեության կապի ամրապնդումը։ Այդ նպատակով ուսանողները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց առաջին գիտական աշխատանքներն ու հետազոտական արդյունքները։ Շիրակի պետական համալսարանի ռազմավարական ծրագրի հիմքում ունենալով մի կարևոր կետ, նպատակ, այն է ուսումնառության եւ հետազոտության կապի ամրապնդումը, կարևոր է համարում նման գիտաժողովների կազմակերպումը, որտեղ ուսանողները բացի իրենց ուսումնական գործընթացից կներառվեն նաեւ գիտահետազոտական գործունեության մեջ եւ կներկայացնեն իրենց թեկուզ փոքր կատարած գիտահետազոտական աշխատանքները։ Ներկայացվեցին զեկույցներ ֆիզիկա-մաթեմատիկական, կենսաբանական, աշխարհագրական, տնտեսագիտական, իրավաբանական, պատմական, բանասիրական, մանկավարժական, հոգեբանական, սոցիալական, արվեստագիտական եւ սպորտային գիտությունների ուղղություններով։ Գիտաժողովն անցկացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ, տարեց տարի ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը։ Աշխարհագրությունն ընդլայնվում է, ներառելով մասնակիցներ, ինչպես Շիրակի պետական համալսարանից շուրջ 70 մասնակից, այնպես էլ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայ-ռուսական համալսարանից, Վանաձորի, Գավառի, Գորիսի համալսարաններից, նույնիսկ մեր հեռու վայրերից եկած հյուրերին մենք տրամադրել ենք մեր հյուրատունը, որպեսզի նրանք կարողանան նաև մնալ եւ ծանոթանալ նաև Գյումրու պատմամշակութային ժառանգությանը։ Մասնակիցների ներկայացված աշխատանքները բարձր գնահատեց նաև ՇՊՀ հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Մարիետա Խաչատրյանը, այն անվանելով ոչ միայն գիտական, այլև կրթական եւ դաստիարակչական կարևոր նշանակություն։ Ուսանողները աշխատել էին ազատորեն։ Նրանք չէին կաշկանդվել եղած չափանիշների ու չափորոշիչների շրջանակներում, սակայն նաև հարգել էին գոյություն ունեցող այս կրթական համակարգում գոյություն ունեցող նոր առաջարկությունները եւ բավականին խորհելու տեղիք տվող աշխատանքներ էին ներկայացրել, որոնք մենք պիտի անպայման մեր քուրայով անցկացնենք, վերանայենք եւ հանձնենք հանրության դատին։ Գիտաժողովի ավարտին մասնակիցները շարունակեցին քննարկումները մասնագիտական բաժանմունքներում, իսկ ներկայացված զեկույցներն ու հոդվածները, որոնք դրական գնահատականի կարժանանան գրախոսման արդյունքում, կհրապարակվեն գիտաժողովի նյութերի ժողովածուում։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։